րոպեներ առաջ անզեն աչքով ականատես եմ եղել։ Ես իսկապես խոր ցավով եմ ձեր հետ հիմա խոսում այս փաստի մասին։ Ես գտնվում եմ հիմա ոչ սովորական, այլ շատ մեր հայ ազգի համար շատ թանկ կառույցի տարածքում, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի տարածքում եմ ես գտնվում եւ անկեղծորեն եմ ասում, բառերով ասելու չէ, թե հարակից տարածքը այս շքեղության եւ թե ուրեմն տարածքի գետնանցումը բարիս բուն իմաստով վեր է ածվել զուգարանների, չգիտեմ ինչ այստեղ գրառումներ են թողնում, պղծում են ուղակի մեր այս հայկական սրբավայրերը, ժողովուրդ ջան, ես ցավ եմ ապրում այն ամենի համար, որ ուղակի բիզնես կենտրոնների մոտով, մզկիթների մոտով անցնում ես, հազարավոր ոստիկաններ են կանգնած, բայց նման կառույցի շրջապատում ես ոչ մեկի այստեղ հսկող մարդ չտեսա, որից ես շատ ցավ եմ ապրում։ Գետնանցումը լրիվ զուգարանի ա վերածվել, աղբակույտ է ամբողջությամբ։ Ես հենց այս պահին գտնվում եմ համալիրի տարածքում եւ այնքան սրտի խորը ցավ ապրեցի, որ չկարողացա ձեր հետ կիսվել հենց համալիրի տարածքի գետնանցումը, ասենք խայտառակություն եւ այնպիսի բարձի թողի վիճակ, որ ես պատկերացնում եմ ուղղակի ինչ են մտածում մեր մասին արդ երկրից ուրեմն եկողները։ Նորից եմ կրկնում, մի տարածք, որը մեր համար սրբավայրի նման տեղ է եւ հենց տարածքի գետնանցումը, որտեղ պատերի վրա մեր հերոս տղաների նկարներն են, Նարեկ Մինասյան, հիշենք մեր հերոսներին ու ապրենք մաքուր Հայաստանում, Կարեն Արամյան, Երվանդ Թադևոսյան, այնքան սիրտս լիքնա, որ չգիտեմ ոնց արտահայտվեմ, ու այս տարածքը բարիս բուն իմաստով խայտառակություն ու ինչ ասեմ ես, ոչ միայն խայտառակություն, այլ կեղտ, ապականված, չգիտեմ, խոզանոց կոչելը դեռ շատ քիչ ա, մի հատ դուք ինքներդ նայեք այս տարածքին, բա արժե այսպիսի տարածքում, այսպիսի տղաների անուններ գրվի պատերին, ես չեմ ինչև չնկարեմ, չեմ կարա գամ, որովհետև սա տեսնողը մի հատ սրտի խոր ցավ ապրում, ասենք սա ինչ ա, սա մեր քաղաքի կենտրոնն ա, սա մեր սրբավայրերից մեկն ա, սա ա, հա, սա ա մեր Հայաստանը, ինչ խոսաս, ինչ ասես, ընդամենը մենակ կարաս ողբաս ու լացես, ստեղ պետք է այս վիճակը չլիներ, ուրիշ ոչինչ չունեմ ասելու, եւ ոնց կարելի այս պատերի վրա այս նկարները դաջել ու գրել, հիշենք մեր հերոսներին, ապրենք մաքուր Հայաստանում, այս տղաները զոհվեցին մեր համար, բայց փաստորեն Ձեզ հարցնում եմ հիմա հարգելիս, դուք ասեք, պատկառելի տարիքով մարդեք ու դրսից եք եկել, սա ինչ ա մեր այս հայկական սրբավայրերը, թափթփվածություն, այո, հիմա ես ուզում եմ գնամ ցիսերնակաբար, մենք էլ ենք բարձրանում, բայց ստեղ ես ցավ ապրեցի ու եթեր ունեցա, ոչ թե միայն ցավ ապրել, այլ ուղղակի մղկտալ, այո, գետնանցումը դուք տեսաք ինչ, մեր Հայաստանի քաղաքական գործիչների վրա, որ այս սա թողել են, աթոռի պիրիվ են տալիս, շատ փողատեր, շատ միլիոնատեր մարդիկ կան, նուժելի չեն կա 10 մարդու վճար են, սրբեն, ամերիկացին չգա այս ձևի տեսնեի, տամ ես ինքս Հայաստանի բնակիչ Ռուսաստան եմ ապրում, թափթփվածություն, կնոջս վերել եմ ցույց տամ։ Հա, բայց գետնանցումը եթե ցույց տվեցիք, ես ուղակի զուգարան ա, ես այդտեղից ուղակի Ռուսաստանի ամենախլամ զուգարանը ավելի մաքուր, շատ ապրեք, ես էլ այնքան մեծ ցավ եմ ապրել, ժողովուրդ ջան, տեսեք, ես էլ ուղակի անցորդ բարդ էր, ինքը ասեց, որտեղից է հայ ազգի ներկայացուցիչ չէ Ռուսաստանում բնակվող, ամեն դեպքում հենց իմ եթերի պահով համընկավ, իսկապես շատ ցավալի վիճակ է, իր կինը ազգությամբ ռուս էր եւ շատ տխուր հայացքով էր մեր այս իրականությանը նայում, որից ես ամաչեցի ու եթեր ունեցա։
Вот это уже помочь